Շատերը երազում են ձեռք բերել իրենց առաջին բնակարանը, բայց գաղտնիք չէ, որ ոմանք էլ փորձում են արդեն փոխել իրենց առաջին բնակարանը եւ ապրել այլ ավելի հարմարավետ պայմաններում։ Ավելի ընդարձակ բնակարան, ավելի լուսավոր եւ ավելի գեղեցիկ բնակարան։ Հատկապես այսօր մարդիկ ձգտում են բնակվել հարմարավետ բնակելի շենքերում։ Ավելին ասեմ, շատերի համար կարևոր է նաեւ միջավայրը, թե որտեղ եւ ում հետ են բնակվում նույն շենքի մեջ։ Այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր երևույթի մասին, որը կոչվում է Clubhouse։ Ինչ է Clubhouse-ը եւ ովքեր են Clubhouse-ի բնակիչները։ Այս ամենի մասին մենք կխոսենք Jacobs ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Սեյրան Հակոբյանի հետ եւ կներկայացնենք նաեւ Sofen Clubhouse-ը։ Սեյրան, ողջույն, շնորհակալություն առաջարկս ընդունելու համար եւ քննարկելու համար մի քանի հետաքրքիր բան, որը ինձ համար նորություններ կառուցապատման ոլորտում, հատկապես խոսքս Clubhouse գաղափարի մասին է։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն, ես էլ եմ ողջունում Հերմինե ջան։ Ես ամենասկզբում մարդկանց արդեն խոստացել եմ, որ մենք միասին ներկայացնելու ենք ինչ է Clubhouse-ը առհասարակ, որտեղ սա կարծես նոր մշակույթ է կառուցապատման ոլորտում Հայաստանում հատկապես։ Ինչ է նշանակում Clubhouse, օրինակ շատ դեպքերում ինչ որ ընկերություններ կամ ընտանիքներ կամ կազմակերպություններ ունենում են իրանց ակումբային շենքը, որտեղ բնակվում են այդ ընտանիքի անդամները կամ այդ ընկերության աշխատակիցները։ Նաև sense տարբերակել կա, որ կառուցվում է Clubhouse-ը եւ ձևավորվում է այդ համայնքը։ Պարամետրերով Clubhouse-ը չպետք է լինի բարձրահարկ, չպետք է լինի շատ բնակարաններ, այսինքն մաքսիմալ, չգիտեմ, 30 բնակարան պետք է լինի, այո։ Պետք է ունենա ընդհանուր օգտագործման զոնաներ, այսինքն ընդհանուր օգտագործման տարածքներ, որ բնակիչները իրար հետ կշփվեն, այդ համայնքը այսպես ասած կձևավորվի, այսինքն պետք է ունենա հանգստի զոնա, պետք է ունենա աշխատանքային զոնա, պետք է ունենա ֆիթնես սրահ, բանկական զոնա։ Բացի այս ամենը շենքում չպետք է լինեն կոմերցիոն տարածքներ, քանի որ շենքը նախատեսված է միայն բնակիչների համար։ Սերան, իսկ ինչու չպետք է լինեն կոմերցիոն տարածքներ, չէ՞ որ մենք գիտենք, որ մարդկանց կյանքը ավելի հարմարավետ դարձնելու համար միշտ հարմար է, երբ օրինակ բնակելի շենքի ներքևի հատվածում կան խանութներ, գեղեցկության սրահներ, ինչն է պատճառը, որ Clubhouse-ում պետք է բացակայեն կոմերցիոն տարածքները։ Կոմերցիոն տարածքները ենթադրում եմ, որ պետք է լինի շարժ, այսինքն մարդկային շարժ, տարբեր տեսակի ընկերություններ, առևտրային տարածքներ, այո, օտար մարդկանց, այսինքն շարժ պետք է լինի, իսկ Clubhouse-ը, այսինքն այս ակումբային շենք, այս կոնցեպտը ենթադրում է, որ պետք է լինի մաքսիմալ կոմֆորտ եւ մաքսիմալ հանգստություն։ Այդ պատճառով կոմերցիոն տարածքները բացակայում են, առևտրային տարածքները բացակայում են։ Եթե չկան կոմերցիոն տարածքներ, չկան օտար մարդիկ, այնուամենայնիվ ես հասկանում եմ, որ ակումբային գաղափար է եւ մարդկանց կյանքի որակը շատ ավելի բարձր է, քան օրինակ սովորական բնակելի շենքերում։ Այս պարագայում ով է այն մարդը, որ պետք է ղեկավարի կարիքները, անհրաժեշտությունից դրդված եւ ծագած խնդիրները, ինչպես է սա կարգավորվում Clubhouse-ներում։ Clubhouse-ներում գործում են ծառայություններ, որոնք այդ ամեն ինչը ապահովում են, օրինակ կոնսերտ ծառայությունը։ Ինչ է անելու կոնսերտ ծառայությունը Clubhouse-ում։ Տարբեր կենցաղային հարցերի լուծում, կենցաղային ծառայություններ։ Այսինքն հյուրերի դիմավորում, ընդունում, հանդիպումների կազմակերպում, ընդհանուր օգտագործման տարածքներում։ Կարող է օրինակ բնակիչը խնդրել, որ իր հագուստը քիմ մաքրման ուղարկեն եւ այո, ինչու ոչ, քիմ մաքրում, դեղատուն, տաքսի պատվիրել եւ նմանատիպ կենցաղային հարցեր, այսինքն ինչ ենթադրում է կոնսերտ ծառայությունը, որ պետք է իրականացնի, այդ ծառայությունը իրականացվում է նաեւ բնակելի շենքում։ Ամրագրի ինչ որ ռեստորանում, սեղան, երեխաներին դիմավորի ճանապարհի, օրինակ դպրոցից եւ նմանատիպ հարցեր։ Սա փաստորեն խոսում է, որ մարդու կյանքի որակը կարող է այլ լինել Clubhouse-ում։ Այո, Clubhouse-ում կարող եմ այսպես ասել, որ ապահովում է մաքսիմալ կոմֆորտ,
ապրելու համար, այսինքն բնակվելու համար մաքսիմալ կոմֆորտ պայմաններ է ստեղծված։ Եթե 20-30 բնակարան է ընդհանրապես Clubhouse-ում, սա նշանակում է, որ իսկապես այսպես ասած ընտրած մարդիկ են սովորաբար Clubhouse-ներում ուզում ապրել։ Եւ այդ մարդիկ ինչ որ բանով իրար նման են լինում։ Ճիշտ է ընկալում ես։ Բնականաբար, այո, եթե քիչ քանակությամբ բնակիչներ են, բնակիչներն էլ հարևանություն են անելու եւ համայնք է ձևավորվում այդ շենքում, բնականաբար մարդիկ պետք է ունենան նմանատիպ տեսակետներ, նմանատիպ գիտակցություն եւ եթե ոչ նմանատիպ ինչ որ մարդ ապրի կամ բնակվի այդ շենքում, հնարավոր է որ խաթարվի այդ ամբողջ համայնքի գաղափարը։ Նաև հարևանդ պետքա այնպիսի մարդ լինի, որ նույնիսկ հարևանությունը կոմֆորտ լինի։ Աղմուկ չլինի, ինչ որ տարբեր տեսակի հարցեր չլինեն, այս մասով էլ պետքա կոմֆորտ լինի եւ նման տեսակետներ, նման գիտակցություն ունեցող մարդիկ ինձ թվում է ավելի հեշտ են մերվում այդ ամեն ինչի մեջ։ Գաղտնիք չէ այսօր, որ յուրաքանչյուր մարդ ուզում է այլ ավելի լավ միջավայր, այլ ավելի լավ շրջապատ։ Եվ շատ ժամանակ մարդիկ գիտակցաբար հենց ընտրում են այնպիսի բնակելի շենքեր, որտեղ գիտեն, որ շրջապատող մարդիկ, հարևանները, նաև նրանք կարող են ինչ-որ մի կետից տանել դեպի այլ կետ, միջավայր փոխելու, շրջապատ փոխելու, շփվելու համար, մարդիկ գիտակցաբար կարող են ընտրել Clubhouse-ները։ Կարող է նման բան լինել, որ իսկապես մարդու կյանքը փոխվի, եթե ինքը բնակվում է Clubhouse-ում։ Իրականում կոնցեպտը ինչ որ մի մասով հենց դրա մասին էլ խոսում է, համայնք է ձևավորվում, որտեղ կարող են առաջանալ բիզնես համագործակցություններ, տարբեր տեսակի համագործակցություններ եւ հարաբերություններ։ Իհարկե, եթե բնակարանները քիչ են եւ բնակիչները քիչ են, այսինքն այդ հարաբերությունները ավելի սերտ են լինելու։ Դուք շատ հետաքրքիր բան ասացիք, որ այստեղ շփումները կարող են բերել նրան, որ շնորհիվ մյուս մարդկանց, հարևանների փոխվի նաև ինչ-որ մի բնակչի կյանքի որակ։ Միասին բիզնես անեն, նախագծեր իրականացնեն, բայց ինձ հետաքրքիր է Clubhouse-ները եթե փոքրիկ են, հատկապես չկան կոմերցիոն տարածքներ, մարդկանց շփման եզրերը որտեղ են լինում։ Ակումբային շենքերում ընդհանուր օգտագործման զոնաներ են հիմնականում լինում, օրինակ lounge զոնա, աշխատանքային զոնա, այգի եւ նմանատիպ տարածքներ, որտեղ մարդիկ կարող են շփվել եւ շփումը իրականացնել, այսպես ասած։ Երեխաների համար նախատեսված հատվածներ լինում են։ Բնականաբար, այո, բնականաբար երեխաների համար նախատեսված հատվածներ պետքա լինեն, նաեւ այնպիսի պետքա լինի այդ նախատեսված զոնան, որ երեխաներին ծնողները թողեն այդ մանկական սենյակում եւ իրանց հանգիստը վայելեն։ Ես կուզենայի մենք մեկ անգամ եւս ամրապնդեինք իրար հետ եւ հասկանայինք ինչ կարող է տալ մարդուն, եթե նա իր կյանքը ապրում է Clubhouse-ում։ Մաքսիմալ կոմֆորտ, հարմարավետություն, անհատականություն, անվտանգություն եւ Clubhouse-ները պատրաստվում են բացարձակապես որակյալ նյութերից, որը տալիս է նաեւ երկարակյացություն, այսինքն խնդիր չի լինելու ինչ որ քանի տարի հետո մտածել վերանորոգման մասին կամ շենքում ընդհանուր առաջացած խնդիրների մասին։ Շնորհակալություն, որ այսքան մանրամասն եւ հետաքրքիր ներկայացրեցիք ինձ Clubhouse-ի գաղափարը եւ հենց այնպես չէ, որ մենք խոսում ենք Clubhouse-ներից եւ կոնցեպտից, որովհետեւ մենք այս պահում գտնվում ենք մի եզակի նախագծում Sofen Clubhouse-ում, որի մասին էլ հենց ուզում եմ խոսենք։ Ինչպես ծագեց գաղափարը Երևանում ունենալ Clubhouse։ Օրինակ Երևանում շատ բազմազան է պրոյեկտներ, նախագծերը, որը որ իրականացվում է, այսինքն շինարարությունը sense մի ակտիվ փուլում է գտնվում, շատ տարբեր պրոյեկտներ կան, բայց կարելի է ասել, որ գրեթե նրանք նման են մեկը մյուսին։ Կան մեր Երևան քաղաքում մի քանի պրոյեկտ շատ լավ, որը որ տարբերվում են, ուսումնասիրելով այս կոնցեպտը, այս ոլորտը, միջազգային շուկայում նաև միջազգային փորձ ուսումնասիրելով որոշեցինք այս կոնցեպտը ընտրել եւ կառուցել մաքսիմալ նման պարամետրերով մաքսիմալ կոմֆորտ բնակելի շենք։ Սերյան, երբ ասացիք, որ դուք գնահատել եք սեփական կարիքները եւ սեփական կարիքներից ելնելով եք նաեւ Sofen Clubhouse-ը կառուցում, ես հասկանում եմ, որ դուք նաեւ ձեր ընտանիքի հետ բնակվելու եք այստեղ։ Այո։ Եվ ինչ եք կարծում, ինչ պիտի փոխվի ձեր ընտանիքի կյանքում Sofen Clubhouse տեղափոխվելուց հետո։ Կբարելավի հարմարավետությունը,
միջավայրը բնականաբար, հարևանները բնականաբար եւ այն պայմանները, որ ստեղծված են այս շենքում եւ այն ամենը ոնց նախագծված է եւ կառուցված է շենքում, այսինքն կան կյանքում մանրուքներ, որոնց մենք ուշադրություն չենք դարձնում, Այո։ մանր դետալներ, որոնց մենք ուշադրություն չենք դարձնում, բայց այդ դետալների կամ այդ մանրուքների լինելու պարագայում մեր կյանքը ավելի հանգիստ եւ ավելի կոմֆորտ է լինում։ Այժմ խոսենք շենքի արտաքին տեսքի մասին, ով է նախագծել։ Շենքը նախագծել է Տիգրան Քասարյանը, Հա։ Q Project ընկերության հիմնադիր, շատ լավ ճարտարապետ, որ ունի շատ լավ պրոյեկտներ, հետաքրքիր պրոյեկտներ եւ շենքի արտաքին տեսքի exterior դիզայնի հեղինակն է, շատ լավ, շատ սիրված նկարիչ Արամ Դանելյանը։ Սա շատ հազվագյուտ երևույթ է, երբ կառուցապատող ընկերությունը ճարտարապետից բացի նաև դիմում է նկարչին։ Ինչու որոշեցիք, որ պետք է Sofen Club House-ը եւ ճարտարապետ ունենա եւ նկարիչ։ Այսպիսի մի հետաքրքիր միտք առաջացավ ճարտարապետի եւ նկարիչի համագործակցությունը, շենքի սեյսմիկությունը, ֆունկցիոնալությունը, հարմարավետությունը իրականացրել է ճարտարապետը, իսկ արտաքին տեսքը իրականացրել է նկարիչը, դիզայները, հա, որը որ Արամ Դանելյանն է, եւ ճարտարապետի, ինչպես նշեցի, Տիգրան Քասարյանն է, եւ շատ լավ, շատ հետաքրքիր համագործակցություններ, կոլաբորացիա էր, եւ ունեցանք այսպիսի տեսք եւ այսպիսի ֆունկցիոնալությամբ, հարմարավետությամբ եւ անվտանգությամբ հարուստ շենք, այսպես ասած։ Հետաքրքիր է շատ, իսկապես եզակի է հանդիպում, երբ ճարտարապետը եւ նկարիչը համագործակցում են բնակելի շենքերի դեպքում։ Սերան մենք երկար ներկայացրեցինք, թե ինչ է լինում Club House-ում սովորաբար մարդկանց կյանքը ավելի հարմարավետ դարձնելու համար։ Հիմա կուզենայի պրոյեկտենք այդ ամենը Sofen Club House-ի վրա։ Sofen Club House-ում նախատեսված է գրեթե այն ամենը, ինչ որ պետք է լինի Club House-ում։ Այսինքն ունենք բակ, ընդհանուր օգտագործման տարածքներ, lounge զոնա, աշխատանքային զոնա, սպասասրահ, շենք ունենալու է կոնսերտ ծառայություն, դե բնականաբար անվտանգություն եւ մաքրություն եւ շենքը ամբողջությամբ լինելու է փակ տարածք, այսինքն ապահովելու է բնակչի անվտանգությունը եւ անհատականությունը։ Շինարարության ընթացքի մեջ եք, հիմա կխնդրեմ ներկայացնեք ինչ է տեղի ունենում, այս պահին որ պրոցեսներն են կատարվում շենքում։ Շինարարությունը գտնվում է կարելի ասել վերջին փուլում, ավարտական փուլում, երեսպատման աշխատանքներն են իրականացվում, բարեկարգման աշխատանքներն են իրականացվում, այս փուլում են գտնվում։ Սերը նայում եմ եւ տեսնում եմ, որ բնակարանների առաստաղները չունեն հեծաններ։ Որտեղ են դրանք։ Նրանք իրականում կան, բայց թաքնված են։ Շենքը հատուկ նախագծով է կառուցվում, առանց հեծանների, այսպես ասեմ, հեծանները թաքնված են, բայց կան բնականաբար, ինչա դա տալի բնակչին, հեշտացնում է վերանորոգումը, հեշտացնում է դիզայներների գործը եւ ստեղծագործելու ավելի լայն հնարավորություն է տալի, քանի որ քո տեսաեզրը ավելի մեծ է, վիզուալ առումով մեծ է ձեր տարածությունը։ Դուք ասում եք, որ Club House-ներում մաքսիմալ պետք է 30 բնակարան լինի։ Հիմա Sofen Club House-ում քանի բնակարան է։ Մեզ մոտ 20-ն են։ 20 բնակարան, ամեն հարկում 3 բնակարան։ Հարկեր կա, որ երկուսն են, մեկն են եւ ամբողջությամբ 20 բնակարան, բնակիչների քանակը մաքսիմալ կարող է լինել, չգիտեմ, 60-ից 80 բնակիչ։ Իսկ դուք արդեն գիտեք ովքեր են ձեր բնակիչները ապագա։ Այո։ Իսկապես։ Իհարկե գիտեմ, մինչև բնակիչ դառնալն էլ գիտեի, ով պետքա լինի մեր բնակիչը, այսպես ասեմ։ Ու պատկերացնում էի։ Եվ ձեր պատկերացումները համընկնում են իրականության հետ։ Մենք կարողացանք ստանալ այն միջավայրը, որը որ փորձում ենք ստանալ։ Եթե փորձենք ձեր բնակչի հավաքական կերպարը ներկայացնել, ապա ինչպիսին կլինի նկարագիրը։ Մեր բնակիչները կարող եմ ասել, որ ունեն շատ լայն աշխարհայացք, ձգտող են։ Իրանց համար շատ կարևոր է ընտանիքը, ընտանիքի հանգստությունը, հարմարավետությունը, անվտանգությունը եւ այն միջավայրը, որտեղ իրենք ապրելու են ու իրանց երեխաներն են ապրելու եւ դասիրակվելու, մեծանալու, այդ տեսակի են մեր բնակիչները հիմնականում։
ու բոլորը նման են իրար կարելի ասել։ Դա ես արդեն պատկերացնում եմ, Այո։ որ հենց նման որակի նման մարդիկ պետք է հավաքվեն այստեղ։ Ես նաև հասկանում եմ, որ Sofen House-ը կարող է դառնալ աստիճան մարդու համար, ով իր կյանքը ուզում է իսկապես տեղափոխել մեկ այլ հարթակ։ Ավելի որակյալ, ավելի բարեկեցիկ, ավելի հետաքրքիր եւ ավելի նոր միջավայրով։ Սա կարող է լինել կամուրջ դեպի նոր կյանքի եւ նոր երազանքների։ Ճիշտ է ընկալում Դե ես։ տեսեք, եթե մարդ գնահատում այն ամենը, այս ամենը ինչ որ կառուցում ենք, այսինքն սա խոսում է կյանքի որակից, բնականաբար նմանատիպ մարդիկ են հավաքվելու ինչ որ միտեղ, դառնալու իրար հարևան, եւ այո, ինչու ոչ։ Չեն կարող խոսել շենքի մասին եւ մի քանի տեխնիկական, բայց կարեւոր հարց չքննարկել։ Նախ ուզում եմ իմանալ բնակարանների մակերեսները։ Ինչ չափի բնակարաններ ունենք։ Բնակարանների մակերեսները 3-ն են եւ հնարավորություն են ավելի մեծանալու, միավորվելու, այսինքն, որովհետեւ հիմնականում գրող պատեր չունենք, հա, ունենք 136, 132 եւ 73 քառակուսի մետրանոց մակերեսներ։ Բնակարանները այնպես են նախագծված, որ ավելի լայն, ավելի մեծ տարածքներ կան բնակարաններում, այսինքն ընդհանրացակ է, այո։ Օրինակ 76 քառակուսի բնակարանի մեջ քանի ննջարան կա։ Մի ննջարան կա ընդամենը։ Ընդամենը մեկ ննջարան։ Այո, ընդամենը մեկ ննջարան, բավականին ընդարձակ ննջարան, իր առանձին սանհանգույցով, հյուրերի համար նախատեսված սանհանգույցով, հյուրասենյակով, պատեժգամբով մեծ։ Վստահ եմ հաշվարկել եք նաև արևմուտքը, արևելքը, հյուսիսը, հարավը, որպեսզի բնակարանները լինեն ավելի լուսավոր։ Ինչ պատկեր ունենք այդ իմաստով։ Բոլոր բնակարանները լուսավորվում են, արևի լուսավորությունը ընկնում է բոլոր բնակարաններում, որովհետեւ տարբեր ժամերին բոլոր բնակարանները ունեն արևի լուսավորություն։ Մենք ճակատային մասում ենք եւ ողջ ընթացքում արևը փաստորեն բնակարանի ներսում է։ Այո։ Սա նշանակում է, որ օրվա մեծ մասը այս հատվածի բնակարանները լուսավորված են լինելու բնական լույսով։ Նաեւ միշտ կարեւոր են այն ընկերությունները, ում հետ համագործակցում է կառուցապատողը որակյալ շենք ստանալու համար, որ ընկերությունների հետ եք համագործակցում Sofen House-ը կառուցելու։ Այո, իրականում ընտրել ենք այնպիսի ընկերություններ, որ բավականին մեծ փորձ ունեն շուկայում եւ որակյալ փորձ ունեն, այսպես ասեմ, ում համար իրանց ընկերության հեղինակությունը շատ կարեւոր է։ Օրինակ շինարարական մասով համագործակցել ենք Սպիտակ տնակ ընկերության հետ, շենքի ինժեներական աշխատանքների համար համագործակցել ենք Կոնսել ընկերության հետ, շենքի պատուհանները, դռները ամբողջությամբ գերմանական Շուկո բրենդի արտադրությունն է, համագործակցում ենք Պրոֆայլ ընկերության հետ, ընդհանրապես շենքում օգտագործվում են բարձրակարգ նյութեր, միջազգային ճանաչում ունեցող բարձր որակի բրենդային նյութեր, այսպես ասեմ, հա։ Ձեր Facebook-յան եւ Instagram-յան էջը ուսումնասիրելով մի բան իմ ուշադրությունը գրավեց։ Վերելակների մասին նյութը։ Այո։ Ինչ վերելակներ են լինելու, որ հատուկ առանձնացրել էիք։ Դե ունենք մարդատար վերելակ, որը որ Կոնե ընկերության վերելակն է, ֆինական, բայց նաև այսպիսի հետաքրքիր լուծում ենք մտածել, խոսքը գնում է պարկինգի մասին, պարկինգի մուտքը վերելակի միջոցով է, բայց ոչ սովորական վերելակ է, այսինքն իր կաբինայով կամ բացվող փակվող դռներով, այլ պլատֆորմա է, հատակի վրա մեքենան կանգնում է եւ հատակը ուղղակի իշխում է պարկինգ։ Նոր լուծում է ու բավականին համ անվտանգ, համ բավականին պրակտիկ։ Քանի հարկ է լինելու ավտոկայանատեղում։ Երկու հարկ է լինելու։ Այո։ Որակյալ, շատ որակյալ վերելակ է, անվտանգության խնդիր չկա, այսինքն մարդիկ կարող են մտածել, բայ եթե հոսանք չլինի, ինչ են կանելու, կարող եմ ասել, որ սնուցվելու են երկու տարբեր պաստանցիաներից, միշտ հոսանք են ունենալու։ Շատ լավ է, որ լույսի խնդիր չեն ունենալու բնակիչները, նաև շատ կարևոր է շենքի ներսում օդի մաքրության հարցը, ջերմակայունության հարցը, ինչ լուծումներ եք տվել։ Օգտագործել ենք այնպիսի պատուհաններ, որ այդ ներթափանցելիությունը մաքսիմալ քիչ լինի, հա, այսինքն բնակարանները այնպես են կառուցված, թե բաժանարար պատերով, թե ամբողջությամբ
պատուհաններով այնպես է կառուցված, որ ջերմակայունություն լինի բնակարանում եւ ինչպես ասացի, համագործակցում ենք Կոնսել ընկերության հետ, որը որ Mitsubishi Electric ընկերության օֆիցիալ ներկայացուցիչն է Հայաստանում։ Շենքում լինելու է Mitsubishi Electric ընկերության R2 VRF համակարգ, որը որ հնարավորություն է տալու ունենալ փոփոխական ջերմաստիճան։ Այսինքն տարվա ցանկացած եղանակում կարող ես ցանկացած սենյակ, ցանկացած ջերմաստիճան կարող ես կարգավորել։ Այսինքն հնարավորություն է տալի ունենալ կլիմատ կոնտրոլ, այսպես ասեմ։ Ու ինքը բավականին էներգախնայող համակարգ է, սա էլ կարող եմ նշել։ Այսինքն մարդը բնակարանը գնելիս արդեն իսկ այդ համակարգը ներդրված է լինելու բնակարաններում, ճիշտ է։ Այո, այդ համակարգը ներդրված է լինելու բնակարաններում, մնում է օգտագործել։ Մնում է օգտագործել եւ այլն։ Որքան է բարձրությունը բնակարանների։ Բնակարանների բարձրությունը 3 մետր 55 սանտիմետր է, հարկի բարձրությունը, այո։ Ստանդարտը հիմա, եթե չեմ սխալվում, 3.20 է, չէ՞, 3 մետր 20 սանտիմետր է։ Ստանդարտ գոյություն չունի որպես այդպեսին, հիմնականում կառուցվող շենքերը 3 մետր 30 սանտիմետր են հիմնականում լինում, հարկից հարկ։ Այդպիսի ստանդարտ որպես այդպեսին գոյություն չունի, բայց ընդունված բարձրություն է, կարելի է այդպես ասել։ Մերը մի փոքր բարձր է։ Հրաշալի է։ Երբ եք նախատեսում հանձնել շենքը արդեն բնակիչներին։ Շենքը նախատեսում ենք այս տարի 2026 թվականին հանձնել, այո։ Հիմնականում մեծ ծավալային աշխատանքները իրականացված է, ինչպես ասացի, արդեն ոնց որ վերջնական փուլում ենք գտնվում։ Երեսպատման բարեկարգման աշխատանքներն ենք իրականացնում, այս տարի կավարտենք։ Նման շենքերում, որտեղ մարդկանց համար կարևոր է, որ չլինի ավելորդ աղմուկ, ավելորդ անցուդարձ, անգամ վերանորոգումների ժամանակ սովորաբար կառուցապատողները պայմանագրի մեջ կետ են ունենում վերանորոգումների սկզբի եւ ավարտի մասին։ Արդյոք ունենք նման կետ։ Այո, ունենք նման կետ, բնակարանները, եթե բնակիչի ցանկությամբ, այսինքն գնորդը եթե ցանկանում է գնել վերանորոգված բնակարան, այդ հնարավորությունը եւս ունենք։ Եթե գնորդը ցանկանում է ինքը վերանորոգել իր բնակարանը, ապա սահմանափակում չկա, միայն մի սահմանափակում կա, որ 1 տարվա ընթացքում պետք է վերանորոգումը իրականացնի։ Այսինքն շենքը հանձնելուց հետո 1 տարվա ընթացքում, մաքսիմում 1 տարվա ընթացքում պետք է վերանորոգումը իրականացնի։ Սենց կետ ունենք պայմանագրի մեջ, որին հետևողական ենք։ Ասեմ, որ շենքում օգտագործում են բնական նյութեր, բնական քար, գրանիտ, մարմար, բնական փայտ, որը խոսում է որակի մասին, երկարակյացության մասին։ Jacobs ընկերությունն է կառուցապատողը Sofen Club House-ի։ Արդյոք ունեք այլ նախագծեր ընթացքում կամ արդեն ավարտված։ Սա մեր երկրորդ նախագիծն է, եւս մեկ հաջողված նախագիծ ունենք, արդեն ավարտած։ Սա նույնպես կարելի ասել, որ շատ հաջողված նախագիծ է։ Եվ պլաններում կան արդեն եւս նախագծեր, ապագայում կասենք պլանների մասին։ Որտեղից կարող են մարդիկ ամբողջական ինֆորմացիա ստանալ սերան, բացի մեր զրույցը դիտելը։ Դե կարող են այցելել մեր կայքում ամբողջ ինֆորմացիան կա, sofen.am։ Եվ կայքից կարող են այդ ամբողջ ինֆորմացիան ստանալ։ Եվ ես չեմ ուզում հրաժեշտ տալ, մինչև չպարզեմ, թե ինչ է վերջի վերջո նշանակում Sofen։ Մեր ընկերության համար շատ կարևոր էր վերադառնալ արմատներին։ Sofen-ն իրականում պատմական Հայաստանում Ծոփք նահանգն է, Sofen-ը լատինական անվանումն է Ծոփք նահանգի, եւ օգտագործեցինք այս անվանումը եւ օգտագործեցինք նաեւ ծոփքի սիմվոլիկան, հա, դրոշի վրա գտնվող արծիվ, օրինակ, եւ սիմվոլիկան օգտագործեցինք մեր կառուցվող շենքի բրենդի համար։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հաճելի էր գտնվել այս շենքում, չնայած դեռևս ամբողջովին շինարարությունը ավարտված չէ, բայց արդեն իսկ հասկանալի է, որ շատ յուրահատուկ տրամադրություն է շենքի ներսում տիրելու եւ շատ հետաքրքիր կենսագրությամբ մարդիկ են ապրելու այստեղ։ Շատ շնորհակալություն։ Հերմինե ջան, ես եմ շատ շնորհակալ այս հանդիպման համար, շատ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Կհանդիպենք, իսկ դու ընտրի քո ապագայի բնակարանը եւ որոշի թե որտեղ ես վայելելու կյանքդ։